Պարոն Պետրոսյան, մենք ձեր գրասենյակում ենք, բայց ինքը սենց խառն է եւ մեծ է եւ շատ քիչ ինֆորմացիա կա ձեզ հետ կապված այս գրասենյակի կոնտեքստում, խնդրում եմ ասեք որտեղ ենք մենք։ Մենք գտնվում ենք վարչապետի աշխատակազմի հանրային կապեր եւ տեղեկատվության կենտրոնում։ Սա տնօրենի ավագ խորհրդականի, այսինքն իմ աշխատասենյակն է։ Այս մեր կենտրոնը նաեւ հայտնի է որպես կարմիր ունենք վերլուծական նախագիծ եւ հրապարակային դաշտով ավելի հայտնի է որբելի կենտրոն անունով։ Իհարկե կան նաև շատ կեղծ քարոզչական բնորոշումներ եւ անվանումներ կենտրոնի հետ կապված, օրինակ հայտնի է ֆեյքերի պոակոր ասում են։ Սա է ֆեյքերի Դուք պոակն է, գտնվում եք այո, հասկացա։ Սա ձեր հիմնական աշխատավայրն է, այսինքն երկու շաբթից ուրբաթ, առավոտյան այստեղ, երեկոյան հարցազրույցների։ Եվ ընթացքում էլ եւ ստացվում է, երբ որ աշխատանքային օրվա ընթացքում եւս հարցազրույցներ են լինում, տարբեր միջոցառումներ, կոնֆերանսներ, որում եւ երկրում եւ երկրից դուրս, այսինքն մեր գործառույթները այնպիսին են, որ փորձագիտական աշխատանքի մի զգալի մաս նաև կապված է արտաքին գործունեության հետ, միջազգային տարբեր գործընկերների հետ եւ փորձում ենք համատեղել թե ներքինը թե արտաքինը։ Այսինքն մինչև այս ես նախ նշում եմ 2011 թվականի շուտով 15 տարին կլրանա որ այս կենտրոնում եմ, այսինքն տարբեր ձևաչափներով եմ աշխատել, սկսած փորձագետից մինչև ծառայության ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավար, ներկայում տնօրենի ավագ խորհրդական։ Եվ այս ճանապարհին բնականաբար տարբեր գործառույթներ եկել են, գնացել են, մնացել են, փորձագետի գործառույթը դա այն գործառույթն է, որը ի սկզբանե այսպես ուղեկցել այն այս ամբողջ ճանապարհի ընթացքում։ Փորձագետի գործունեությանը բունդեր կանդրադառնանք, բայց հետաքրքիր է ինչ եք անում կոնկրետ, հա, եկաք աշխատանքի, եկաք ձեր աթոռին նստեցիք, ինչու՞նն է ձեր գործը, էությունը գործի։ Տեսեք, քանի որ կենտրոնը ինքը բազմաֆունկցիոնալ է, տարբեր ուրեմն ուղղվածությամբ գործառույթներ է իրականացնում, օրինակ սկսած ենթադրենք հանրային կապեր եւ տեղեկատվության կենտրոն, հա, տեղեկատվության օրինակ ամենօրյա տեղեկատվական դաշտի մշտադիտարկում։ Ընդ որում այս կենտրոնում մշտադիտարկում է թե հայաստանյան, թե միջազգային, թե տարածաշրջանային ամբողջ մեդիան։ Նաև իհարկե ուրեմն ունենք սոցցանցային մոնիտորինգի ծառայություններ, ունենք նաև լրատվական բլոգ, հարության հետ աշխատող բլոգ, այսինքն այս բոլոր ուղղությունները ունենք մի թիմ, որը կառավարության շենքում հենց ստեղծագործական գործունեությամբ է զբաղվում, Ստեղծագործական, այո, օրինակ ասեմ, օրինակ լուսաբանում է վարչապետի կառավարության գործունեությունը։ Օրինակ մենք ունենք հայտնի միջոցառում, երևի թե լսած եք կնեք կենտրոնը, այսինքն մեր ժամանակների հերոսը, հրապարակում հաղորդումը, արձակուրդը հայց, այսինքն մեր մի գործընկերների կամ մեր հիմնարկության, մեր ուրեմն կառույցի մի բլոկը աշխատում է այդ հատվածում, այստեղ հիմնական վերլուծական եւ տեղեկատվական ուրեմն թիմն է աշխատում եւ պայմանավորված այդ տվյալ ժամանակահատվածում եղած գործառույթներից, միջոցառումներից դրանով է զբաղվում ենք։ Անձամբ ես օրինակ իմ վերջին շրջանի հիմնական գործառույթները օրինակ ենթադրենք, հա, ասենք տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ բնականաբար առաջնահերթ տեղեկատվության ստուգում, տեղեկանքների պատրաստում եւ իհարկե հրապարակային գործունեություն։ Օրինակ, եթե ունենում են կոնֆերանսներ, այդ ընթացքում իհարկե այդ կոնֆերանսների նախապատրաստական աշխատանքներ եւ այլն պայմանավորված նրանով, թե այդ պահին կենտրոնի առջև ինչպիսի առաջնահերթություններ են դրված։ Որպես խորհրդական, խորհուրդ բառից է, չէ՞, խորհրդականը։ Վերջ անգամ երբ եք խորհուրդ տվել, որի համար փոշմանել եք տնօրենին։ Սովորաբար չի լինում Միշտ ճիշտ խորհուրդ եք տալիս։ Ես լավ հարց է։ Աշխատում եմ շատ խորհուրդներ չտալ, այսինքն խորհրդականը աշխատում է շատ խորհուրդներ չտալ։ Այո, ես աշխատում, որովհետև ամեն ինչ շատ, այսպես ասեմ, հա, շատ գծված ընթանում է։ Միջոցառումների հետ կապված բնականաբար, եթե իմ մասնագիտական
ուրեմն ուսումնասիրությունների եւ նաեւ գիտելիքների շրջանակում բնականաբար օրինակ ավելի շատ եմ խորհուրդներ տալիս օրինակ պայմանավորված ընթացիկ ինչ-որ միջոցառում են կազմակերպում դրա խորագրի ուրեմն ընտրությունից մինչեւ ասենք թեմատիկ բաժանում փորձագետների ընտրություն եւ այլն այդտեղ ավելի շատ է այսինքն պայմանավորված նրանով թե տվյալ պահին առաջնահերթությունը որն է եւ որքանով է առնչվում իմ մասնագիտական եւ իհարկե աշխատանքային գործառույթների հետ իսկ որպես այդպեսին չեմ հիշում որ ինչ-որ անհաջող խորհուրդ տված լինեմ որտեվ կրկնում որտեվ որ կոմպետենտ չեմ աշխատում այդքան շատ չխոսեմ Սեղանին տեսնում լիքը տարբեր գրիչներ, բայց կան նաև sense առանձնահատուկ գրիչներ տուփի մեջ եւ այլն։ Օգտվում եք իրենցից թե իրենք sense դեկորացիայի համար դրված են։ Միշտ հետաքրքիր է, այս գրիչները որ լինում են աշխատասեղաններ, որոնց վրա դրված են լինում, իրենք ֆունկցիոնալ են թե այս գրիչից ամեն շատն եմ օգտվում։ Գրու Հարմար է, իհարկե շատ է, իմ սեղանին դրված են օրինակ Ես սիրում եմ ընդհանրապես ձեռագիր աշխատել թղթերի վրա, նախնական ոնց որ դիտարկումներ սանում թղթերի վրա, հետո դրանք իհարկե անցկացնում եմ ուրեմն նաև ոնց որ համակարգչային երկու անգամ եք անում Գիտեք ինչի, որովհետև տեսեք, այնտեղ կա հանգստի սենյակ, սովորաբար երբ որ ինչ-որ գործառույթ անում ես, երկար աշխատում ես, ուղղը թողնում է։ Եվ սիրում օրինակ կարող վերցնեմ թուղթը, ասենք պատտվեմ մի հատ միջանցքով կամ գնամ նստեմ հանգստի սենյակում, այսպես բզբզամ գովի, որովհետև այստեղ անընդհատ մի դիրքով, մի թեմայի մասին երբ որ մտածում ենք, աշխատում ենք, կամ ուղեղի այսպես կամ երևակայության սահմանները սահմանափակվում են։ Հանգստի սենյակի դեպ տեսանք շատ փոքր է, ասես մի բազկաթոռ է դրված ու վերջ, ոնց է դա ինձ հերիքա։ Այսինքն ինչով է ինքը տարբերվում էս անկյունից օրինակ էլ ինձ համար նստելու համար է հարմար միջավայրի փոփոխությունն է ես կարող գնամ օրինակ կողքի սենյակում նստեմ ասենք ինչ որ բան կարդամ կամ բարձրանամ վերև ինչ որ երբ որ հասկանամ որ ինչ որ գործ անելիս այլևս չեմ կարողանում դրա շարունակականությունը ապահովել այսինքն ասում ուղեղդ կախել է սկսում դիրքս փոխել կամ ասենք դուրս գալ ինչ որ շփվել գործընկերների հետ խորհուրդ հարցնել եւ այլն գնալ այնտեղ ունեմ նաեւ օրինակ գեղարվեստական ինչ որ գրքեր բան կան որ գնում եմ ժամանակի ընթացքում կարդում որպեսզի կտրվեմ գործից հետո վերադառնամ ավելի արդյունավետ աշխատեմ ինչ է վերջին անգամ կարդացել Տիգրան հիմա այնտեղ Տիգրան Մեծի հեքիաթն է Կադրակի հեքիաթը այո Հեքիաթ է կարդում իսկ ինչի է հենց դա դե տեսեք ես մի քանի աշխատասենյակ ունեմ նաև պայմանավորված նաև այլ գործերով որոնց փորձում եմ ամենտեղ մի գիրք ունեմ եւ այս նույն գործելավոճը որ կա այն ինչ որ հիմա խոսեցինք ես գործառույթների մասով նույնն է այնտեղ օրինակ տանը մեկ այլ գիրք եմ կարդում նեք մյուս Բրյուսում ես դասավանդում եմ, այնտեղ ես ասենք ինչ որ հոդված բան եմ բացում կարդում, այդպես։ Իսկ ուզում ասեմ որ մոտեցումը ընդհանուր զբաղվածության, այդպեսին է։ Ասիկ մի քանի աշխատասենյակ եւ այլն, ձեզ պետք է խնդրեմ, եթե հնարավոր է, մի քիչ էքսկուրսիա այսպես անցկացնեք, հասկանանք ինչ է կատարվում այս շենքում, առաջի անգամ է որ այս շենքում այսպեսի նկարահանում է լինելու։ Մի քիչ մանրամասներով Երևի թե մանրամասներով այո, բայց մենք քանի որ մեզ մոտ շատ են հյուրեր լինում, էքսկուրսիաները շատ հաճախ են։ Այսինքն մենք ունենում ենք նաև արտասահմանից տարբեր գործընկերներ հյուրեր։ Դες նկատում հանրային է։ Հանրային կարծում ոչ, սա առաջին ամենա էքսկլյուզիվ, ուրեմն գնանք եւ ֆեյքերի չենք հանդիպելու, չէ՞, ճանապարհ։ Ֆեյքեր չկա։ Հենց շատ լավ առիթ է, ես ուզում եմ այդ մասին նաև ներկայացնելիս խոսեմ, որովհետեւ այդ միֆերը ծրվեն այս կառույցը, դա ինքը շատ կարևոր կառույց է եւ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում շատ կարևոր դերակատարում է ունեցել իր աշխատանքային գործառույթների շրջանակում։ Շատ լավ։ Պարոն Պետրոսյան, հիմա մենք երկրորդ հարկում ենք, եթե չեմ սխալ։ Ինչա կատարվում երկրորդ հարկում։ Ձեր խառը հիմնարկի այստեղ տարածաշրջանային քաղաքականության ուսումնասիրության ծառայությունն է։ Այստեղ ունենք նաև լրատվամիջոցներ կառույցի հետ առնչակից, որոնց մասին երբեմն լրում ենք, երբ որ պետք է խոսում ենք, այսինքն չեք ասում որ լրատվամիջոցներն են, որտեղ տարբեր նպատակներով են օգտագործում լրատվամիջոցները։ Ոչ մի բոլորը գաղտնի են, մեկը չեք ասի գոնե։
Դե իհարկե կարող եմ ասել, հայտնի օրինակ region monitor կայք ունենք, Հա, օքեյ։ հայտնի կայք է, այո։ Հա, Բազապես տարբեր ժամանակահատվածներում այդ լրատվամիջոցները տարբեր գործառույթներ են իրականացրել։ այս վերանորոգման ձայները ովքեր են, չի խանգարում ձեզ աշխատել։ Այստեղ շատ է խանգարում, բայց քանի որ Հայաստանի տնտեսությունը շատ ակտիվ աճ է արձանագրում մեր հարևանությամբ վեսկսանաթաչ շինարարությունը։ Ընդ որում ասեմ, վերջին երևի մի քանի ամսվա ընթացքում 3-4 նոր գործընկեր է հայտնվել այս տարածքում եւ անընդհատ այս շինարարությունը մեզ ուղեկցում է։ Ընդ որում ընդամենը սրանից 2 տարի առաջ էլ մենք ենք բոլորին այսպես խանգարել, մեր կենտրոնն ենք վերանորոգել։ Հասկացա, արդար ամեն ինչ կանեք, անդադարձի լրատվամիջոցները եւ այլն։ Լրատվամիջոցները այստեղ էլի փորձագետներ, որ օրինակ գործընկերը Թուրքիայի լրատվադաշտի մոնիտորինգով է զբաղված։ Հա, տեսա։ Այստեղ սպეციფიկ մասնագետներ ունենք, ովքեր դիրապետում են կոնկրետ այս հակում տարածաշրջանի բոլոր լեզուների նախատիր եւ այդ ֆեյքեր չեն էլի մասնագետներ, ովքեր իրական մարդիկ էին, այդ տեսա։ Մարդիկ են, ովքեր իրականացնում են եւ ասում եմ, բոլոր լեզուներում անխտիր տարածաշրջանի, այստեղ ունենք մասնագետներ, որոնք բնագրից կատարում են թարգմանություններ եւ այդ թարգմանությունները տրամադրում են Հայաստանի Հանրապետության պետական տարբեր կառույցներ։ Ունեք չոր ավանդույթ ստուգելու արդյոք աշխատում են թե գլուխ են պահում այսպես։ Պատահական մտնեք։ Ես այս բանին նման գործառույթ չունեմ ստուգելու, բայց երբ որ այս ծառայության ղեկավարն է անընդհատ ստուգում։ Ոնց է պատահական ցանկացած մենք ունենք ընդմիջման ժամ եւ ընդմիջման ժամը այս հարկում ոնց որ ամենակարևոր ավանդույթներից մեկն է, սովորույթներից մեկը, այստեղ մեր խոհանոցն է։ Եվ ընդմիջման ժամին, այո, այստեղ մի այսպես ասեմ, խնջույքի է վերածվում, հա, այս ամեն մի ընդմիջում դա կարևոր ավանդույթ։ Այդ որ ասում եք ստուգման պահը, այդ այնպես միշտ գալիս է ընդմիջման ժամին, բացում է, ասում է, այսպես է աշխատում։ Հասկացա, այդ ձեր մաքսիմալ ջղայնանալն է, այսպես եք աշխատում ու ես ինձ սովորաբար շատ դժվար է ջղայնացնել, հա։ Իմանալ գործընկերները այսպես հայացքից անգամ մենք հասկանում ենք իրենք։ Հասկացա, հիմա գնում ենք երրորդ հարկ։ Գնում ենք, այո, շատ լավ։ Իսկ ընդհանուր քանի հոգի է այստեղ աշխատում իրական մարդկանցից։ Ընդհանուր եթե չեմ սխալվում 100-100-ից մի քիչ ավել աշխատակից ունենք, բայց ոչ, ես նշեցի, որ մեր կառույցը բաժանված է տարբեր տեղերին, այստեղ ընդհանուր 60 մի քիչ ավել գուցե, սա վարչական մասն է, տնօրենի խորհրդական, տնօրենի տնօրեն, եւ այստեղ էլ մեր օրբելի սրահն է, որտեղ սովորաբար անցկացնում են փորձագիտական հանդիպումները։ Մենք հենց այստեղ էլ գալիս ենք, ճիշտ է։ Այստեղ հանդիպումներ եք իրականացնում։ Այո։ Պարոն Պետրոսյան, եկանք հասանք նաև օրբելի դահլիճ սրահ։ Այստեղ հանդիպումներ եք իրականացնում տարբեր պատվիրակությունների եւ այլն եւ այլն։ Հիմա գանք մեր խոսակցության սկզբին, որպես փորձագետ։ Ես ինչ եմ նկատել հայկական փորձագիտական դաշտում։ Շատ փորձագետներ տարբեր տեղեր հարցազրույցներ են տալի ու կանխատեսումներ են անում տարբեր իրադարձությունների շուրջ, օրինակ թարբեր, չգիտեմ, Իրան-ամերիկյան պատերազմ, օրինակ։ Կանխատեսումներ, ուզեն ամեն մեկը մի բան է ասում, մեկ ասում է մի ամիս, մեկ ասում է մի տարի, մեկ ասում է սենց կլինի, մեկ ասում է նենց կլինի, հետո արդյունքում ինչ-որ բան լինում, հա։ Փաստացի փորձագետների 95%-ը ճիշտ չէր կանխատեսել, բայց երբեք չեմ տեսել, որ փորձագետը սխալ կանխատեսում անի, հետո ասի ժողովուրդ, բայց սխալվեցի։ Ինչ է, այդպես չգրված օրենք կա փորձագետների մոտ, որ մենք վերջում չենք խոստի։ Երբ որ ճիշտ է լինում, ասում են, այ ես որ ասում էի, իսկ որ սխալ անում, ոչ մեկ չի ասում, ես սխալ եմ կանխատեսել։ Օրինակ շատ լավ հարց եք տալիս, ես վերջում երկու դեպք եղավ, օրինակ նույնպես Իրանի դեմ պատերազմի սկսվելուց 1 օր առաջ էի ասել, որ այս հանգստյան օրերին սկսվելի է։ Եվ այս հրադադարից էլի 1-2 օր առաջ ասել եմ, որ հեսա հրադադար լինելու է։ Բայց դա վերաբերում է, եթե մասնագետ ես ուրեմն այդ ոլորտի, կոնկրետ տարածաշրջանի կամ ինչ-որ թեմայի, խեն դու կարողանում ես ավելի ճշգրիտ այդ կանխատեսումներն անել, բայց քանի որ մեզ մոտ դաշտը շատ է խառնվել եւ տարբեր մարդիկ տարբեր թեմաներով խոսում են, այդպես հնարավոր է որպեսզի փորձագիտական այդ կանխատեսումները չստացվեն։ Իսկ սովորաբար ես էլ չեմ նկատել, որ փորձագետը, որը կանխատեսում է անում, հետո սխալում էր կանխատեսման մեջ, հրապարակային կերպով խոստովանի, անկեղծ ասեմ, ինձ մոտ 1 կամ 2 դեպք եղել է,
Ես կարծում եմ փորձագետը պետք է նաև սխալվի, որովհետև այդ սխալվելու վրա է, որովհետև ինքը այսպես փորձագետ չես ծնվում, փորձագետ ոչ միտեղ չես սովորում որպես այդպես, դա մասնագիտություն չէ։ Դա ինչ որ ոլորտում աշխատանքային պրակտիկայի ընթացքում ձևավորված փորձ է, որը նաև օգտագործում ես ուրեմն քո աշխատանքային գործառույթներում։ Որ սխալվելն էլ ինքը հնարավորություն է սովորելու, սխալը շտկելու, դեպքեր գիտեմ, որ մարդիկ խոստովանել են, իհարկե, հրապարակային խոստովանել են, ինձ մոտ էլ բնականաբար ես էլ բազմիցս սխալվել եմ, բայց այս վերջում ինչքան որ փորձում կանխատեսել բոլորը գրեթե ճշգրիտ կերպով, որտեղ աշխատում եմ ասում կոմպետենտությունից դուրս չգալ, իմ տարածաշրջանից դուրս չգալ։ Իսկ դրա համար, հա, տաղանդա պետք է յուրահատուկ ճիշտ կանխատեսելու, թե ցանկացած մարդ կարող է ինչ-որ մեթոդով սովորի ճիշտ կանխատեսումներ անել։ Չէ, առաջինը գիտելիք է բնականաբար պետք, ոլորտի հետ կապված եւ իհարկե փորձը եւս շատ կարեւոր է։ Օրինակ ես այսպես ասեմ, ներսալ արևելքի մասով եւ հարավային Կովկասի մասով օրինակ բժիշկը ոնց է, չէ, երբ որ օրինակ մտնում ես թերապևտի մոտ, ոնց սկսում ես հազալ, ինքը արդեն մոտավորապես հասկանում է, չէ, թե ինչպես է։ Օրինակ մերձալ արևելքը ես նման կերպով ճանաչում եմ, այսինքն այդ տարածաշրջանում ցանկացած իրադարձը որ տեղ է ունենում, հասկանալով եւ դա փորձառության արդյունք է, դա գիտելիքի արդյունք է, այսինքն հասկանում եմ ինչ խնդիր է եւ ինչպիսի ընթացք կարող է ունենալ։ Այսինքն դա կրկնում եմ, էլի ճանապարհի արդյունք է։ Հա, բայց դե հարցի սեյությունն է, որ օրինակ ցանկացած մարդ չի կարող դառնալ լավ դերասան։ Շատ տանակ է, բայց ցանկացած մարդ կարող է դառնալ փորձագետ տեխնիկապես։ Ոչ, դե վերլուծական ունակություններ են պետք։ Տաղանդ պետք է ինչ-որ, այսինքն։ Վերլուծական ունակությունները կարծում դրանք կարևոր։ Եվ ամեն դեպքում ինտուիցիան եւս կարևոր է։ Ինտուիցիան Միանշանակ դա շատ կարևոր է։ Զգալու հատկությունը շատ կարևոր է։ Հասկացա։ Ձեր հենց մասնագիտության հետ կապված նաև պատահական չի, որ մերձավոր արևելք հասկանում եք, դուք արևելագետ եք մասնագիտությամբ։ Դուք էլ եթե չեմ սխալվում։ Ես էլ, այո, բայց մենք հարևան արևելագետ ենք, դուք արաբագետ եք, ես իրանագետ մասնագիտությամբ։ Ձերոնք խփում են մերոնց։ Հա։ Մերոնք միշտ թերագնահատված են իդեպ ձեր համեմատ, ամենա արևելագիտականում առաջի տեղում միշտ արաբագիտությունն է եղել, որպես պրեստիժ։ Դե դա գալիս է առաջին նախագահից, դե իհարկե խորհրդային ժամանակներից հետո առաջ երբ որ Լեոն Տեր-Պետրոսյանը դե արևելագետ էր, նայած այդ ամբողջ պետական համակարգը եւ արտգործնախարարության համակարգը, նախագահի աշխատակազմը հիմնականում արևելագետներ են, եւ կարծեմ այդպես հարցս կարծա այդ ինտուիցիան աշխատեց, հարցս կարծացիք ինչ է ուզում հարցնել, այս այո, պատմականորեն Հայաստանում արևելագետները բավականին էլիտար մասնագետներ զբաղեցնող անձիկ է եւ այլն։ Ձեզ մոտ կա ինչ-որ նպատակակետ որպես արևելագետ գնալ այդ ճանապարհով։ Կարծում որպես մասնագետ, երևի թե արևելագետ հիմա հասել եմ իմ մասնագիտական պիկին։ Այս պիկն եք համարում։ Այո, արևելագետի առումով այո։ Հաջորդը եթե արդեն պետք է լինի, դա պետք է լինի պետական ծառայության։ Այսինքն լի մասնագիտական, բայց պետական ծառայության, որտեղ փորձագիտական ոլորտը պատասխանատվության առումով ինքը այնքան բարձր չէ, որքան պետական ծառայության։ Օրինակ ենթադրենք որևէ երկում դեսպանի գործառույթներն ու պատասխանատվությունը եւ որևէ կերպ չես կարող համեմատել, ասենք Հորբելի կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետի թե ուրեմն պատասխանատվության եւ թե պարտականությունների մասով։ Այսինքն դե մասնագիտական նայում ենք, աճելու դեռ կա, բայց բնականաբար պետական ծառայության արդեն զուգընթաց։ Բայց sense տերմին ենթագիտակցության մեջ գցեցի դեսպան, այսինքն գլոբալ դեմ չէ կլինի դեսպան նշանակվելուն ոնց հասկանում եմ։ Դե հիմա ես օրինակ այլ տերմին կարող եմ շրջանառել, ասեմ օրինակ ինձ դպրոցից մականուն եմ ունեցել, ինձ միշտ ասել են վարչապետ։ Հիմա դա էլ կարող եք դպրոցից։ Այո, դպրոցից դեռևս ինձ միշտ ասել են վարչապետ։ Դպրոց, համալսարան։ Ակամ Ակամ ընկերներս էսպես ասեմ, ինձ այդ հին ընկերներս ինձ մականով են դիմում շատ հաճախ, իրանց հեռախոսում մանունը գրանցված է վարչ, որպես կարճ։ Դպրոցի պահետակ, երբ եք դպրոցում սովորել։ Դպրոցն ավարտել եմ 1999 թվականին։ 99։ Այո։ Այսինքն վարչապետ տերմինն է այդ ժամանակ։ Այդ ժամանակ սովետական տերմին է, չէ՞, սովետական։ Այո, չէ, կա։ Ոնց ա եղել, որ հերիք չի դες ասել եմ, մի հատ էլ մականուն ա եղել, ինչի վարչապետ։ Ես փոքր ժամանակ դպրոցից դեռևս շատ այսպես ընդհանրապես տեսակով պետականամետ եմ, դպրոցից սկսած միշտ այդ պետության նկատմամբ, պետության պետական
գույքի նկատմամբ, պետական խորհրդանիշների նկատմամբ իմ այդ մոտեցումը դեռ երեխա տարիքից միշտ տարբերվել է։ Իսկ այդտեղից սկսած դպրոցում օրինակ ես Թող կավիճը վատնվի, հա։ այո, իհարկե, կավիճը, լույսը, այսինքն ասում են պետք չի անջատեք, ինչի՞ եք միանցել։ Պետության ասում են գնա ձեր տանը մեզ տնեցիներին, ասում բայց սա մեր բոլորի տունն է։ Ես վերջումս իրականում բռնացել եմ այն մտքի վրա, որ պետության հետ կապված չարաշահում կլինի, պետական գույքի վատնում կլինի կամ ընդհանրապես ասենք հանրային ինչ որ ունեցվածքի ապականում կլինի, ահա որ ագրեսիվ են դարձել։ Վերջի վեճս կարող եմ ասել, Խաչմերուկում լուսացույցի տակ կանգնած մեկը ծխեց եւ մնացորդը թափեց գետնին 40 վայրկյան կար։ Չարարեցի, գնացի վերցրեցի այդ բիչոկը, որ ասում են, հետ գցեցի մեքենայի մեջ։ Իսկ ես նկատել եմ, որ վերջին ընդ որում ասեմ, իր մեքենայի մեջ, հետո իհարկե կոնֆլիկտ առաջացավ, բայց կոնֆլիկտը լուծվեց բնական։ Ֆիզիկականի հասավ։ Ֆիզիկականի չհասավ, անցանք, խոսեցինք իրար հետ, հասկացանք։ Ուզում ասել, որ այդ պետականամետ մտածելակերպը ինձ մոտ փոքրից է եղել եւ հիմա պարզապես այդ մասով ավելի ագրեսիվ եմ դարձել։ Մեր ժամանակը ցավոք մոտենում է ավարտին, շատ խոսեցինք ձեր աշխատանքից, ցույց տվեցինք եւ այլն, հետաքրքիր է ասես վերջում, հա, աշխատանքից դուրս, ինչ զբաղմունք, տաղանդ, հոբի ունեք, որի մասը շատ կզարմանանք։ Մի անգամ արդեն զարմացրիք ձեր դպրոցական մականվան հետ կապված, հիմա ներկայիս ցավոք սրտի ազատ ժամանակը շատ սահմանափակ է, որովհետեւ բազմազբաղ եմ, բայց ունեմ իհարկե հետաքրքրություններ, սիրում եմ գիրք կարդալ, սիրում եմ երաժշտություն լսել, սիրում եմ շատ զբոսնել եւ իհարկե ընկերների հետ այդ ժամանակը պարտադիր պահում եմ օրակարգում։ Ես ունեմ նաեւ ուրեմն ընկերներ եւ բարեկամներ, որոնք Հայաստանից շատ դուրս են, բայց անընդհատ կապը կա եւ այդպես այդ անընդհատ տարվա տարբեր ժամանակահատվածներում նրանց այցելությունների ընթացքում իհարկե փորձում եմ այդ ժամանակ օրս էլ այնպես դասավորել, կառավարել, որ ընկերների, բարեկամների հետ կապել չկտրվի, իհարկե ամենավերջում ցավոք սրտի ամենավերջում ընտանիքը, բայց ինչ անենք, այդպես է ստացվում։ Երաժշտական ամբողջ այսօր հենց ժամանակ գտնենք, ինչ լսենք երաժշտությունից։ Ես օրինակ այսօր այնպես ստացած, որ Էնյո Մարիկոնը եմ լսել, պատահական առավոտյան ինչ որ հաղորդում էր, թե ինչ էր իր ոնց որ այդ երաժշտության ուղեկցության տեքստեր գնում, հետո ֆիքսեցի ամբողջ օրը դա եմ լսել։ Ես Մանսուրյան եմ շատ սիրում լսել, Ժոդասեն եմ օրինակ, այսպես ասեմ, հա, մեքենայից մեջ բոլոր ոճի երաժշտություն ունեմ, այդ նշեցի արդեն կարող յուր ընկերներ շատ եմ դալիս գնում են, ամեն մեկը մի ճաշակ ունի, ասենք դնում եմ իմ առօրյա, ասենք լսած նախածած այդ ժամանակատում երաժշտությունը, բայց ինչ երաժշտություն, նորմալ երգչուհուց, նորմալ երգը որն է, ասենք նորմալ երգ կարող լինի մեկի ռուսական շանսոնը, մեկի համար կարող լինի դասական երաժշտությունը։ Ոնց որ այդ ամբողջ ցանկը ունեմ եւ ըստ ճաշակի փորձում տեղալ։ Այս վերջում մեկն ասում է տարմենչիկ չունես դի լսեք։ Իրա ձենը մեկա ոչ մեկ չունի։ Բնականաբար։ Մենք այո, ամեն ասում ցանկությունը ձեզնից կատարել եմ մեզ։ Ասեք կանենք։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։